Բարևներ Արմաշի համից բոլորին։ Այս պահին կարտոֆիլ եմ մի քանի հատ կլպում, հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ ամառային ճաշ պատրաստեմ պահածոյացված ճաշով, այսպես ասած խառը բանջարեղենով ճաշ պատրաստեմ։ Ընդամենը մի քանի հատ կարտոֆիլը մաքրեմ, այսօրվա ճաշին կարտոֆիլները մեծ եմ անում, 2-3 մասի, այսպես,
Հարգելիներս, ուրեմն կարտոֆիլը նախապես մի փոքր այդպես տապակեցի յուղի մեջ, հետո ավելացրեցի ջուր։ Կարտոֆիլը կթողնեմ կեփի, կիսայր վիճակում, ձմեռային ճաշ է, նոր եմ բացել, ճաշը կլցնեմ ու կլցնեմ լոբի սարցարանից, բամյա, շատ համով ճաշ է ստացվելու։ Դե սենց մոտիկից չեմ նկարում, բայց ասում եմ։ Էսի բամյա է, հենց նոր հանեցի։ Լսեմ էստեղ։ Սա է լոբի է, ուրեմն ասեմ ժողովուրդ, ես լոբին երկու տարբերակով էլ դրել էի, համ հում վիճակով էի դրել, համ կիսայեպ վիճակով։ Հիմա էսի որ հանել եմ, էսի արդեն կիսայեպ է, դե բամյան ու լոբին արդեն վերջում կլցնեմ ճաշի մեջ։ Սա դնենք էստեղ։ Սա էլ վարունգի մարինատ է, խթայի մարինատ է։ Դնեմ էստեղ, երկուսն էլ բացեմ, լցնեմ մամանի մեջ։ Այս ինչ անուշ է, ժողովուրդ, այս ինչ լավն է, սենց ցույց տամ, տեսեք, տեսեք ինչ պինդը, հալը տեսեք, ձիգ, այսպես ասած, մի հատ մաքրեմ, երեկվա պատրաստած պասուստոլմայից էլ ունեմ, հələ մի քանի հատ կա, ժողովուրդ, բլինչիկ ունեմ, ժարի տարած, էդ երևի էլ են չոսկուտի, հիմա սրանք նորից պիտի արդեն դնեմ սառնարանում, հəլես պստիկ են նայեք, երկուսն էլ դնեմ սառնարանում, սրանք էլ գցեմ աղբամանը։
մատներն էլ մաքրեմ, այս ճաշից մի փոքր մնաց, սա էլ դրեմ արդեն խալաձենիկը, ժողովուրդ, սրանից էլ մնաց մի քիչ, այս ճաշից, սա էլ դրեմ սառնարանը, հիմա կսպասենք, թող երկուսն էլ միասին լավ էփի, հետո կավելացնեմ արդեն լոբին և բամյան, դե լոբին բնականաբար էփած է ժողովուրդ ջան, չարժի որ շատ էփի ճաշի մեջ, բամյայի էփելներ ինչ է, հիմա կարելի է արդեն աղը լցրած, մի քիչ պղպեղ լցրած, հեսա էլենչոս էլ կգա առավոտից Արարատը երեխեն, այսօր համ թար ունի, համ դաշնամուր ունի, համ սոլֆեջո ունի, համ գրականություն ունի, երեխեն մենակ կիրակի օրերն է տանը լինում, մնացած օրերը ժողովուրդ ջան, Արարատը դպրոցում էլ քննություններ ունի այս տարի, թե ոնց պետք է հասցնի այդ երեխան չգիտեմ, ու ամեն օր էսպես, Էլենիս օրը, հեսա հոգնած տուն կգա, սրանով սրբենք, բացում փաղում ես, ես կողքեր է լղիվ, ավիրվում է, Եկար Էլեն ջան, բերեցիր դեղերս դու, կարում ենք, լավ անցավ այսօր դասերդ, շատ հոգնեցիր, չորացրած կանաչի ռեհան և ծիտրուն, Դրանձեն եկավ, հլը թողեցնենք ով եկավ, Էլենչոս եկավ, թե հարևանի երեխեն, սրանք են, Էլեն, լարի տենա մարևս, լարի, հեսա հոգնած կգա ժողովուրդ, Էլենչո, Մի հատ ողջունի մեր հետևորդներին, Բարև բոլորին, մենակ ես նվագել այսօր դաշնամուրը, չէ, ում հետ, Լիլի Քրիստի հետ նվագել, իրար հետ անսամբլ էինք նվագում, որ տարեվերջում համերգ տեինք, տարվա վերջում, բա մի դաշնամուրով երկուսով նվագում եք, մի դաշնամուրում, երկու դաշնամուրա, բա որտեղ եք, Սեյնակում մի դաշնամուրա ձեր, երկու հատ, մի հատ այն կողմն, մի հատ այն կողմն, Լևոնյանի Սեյնակում, երկու հատ, թառներ նվագեցիր, սոլֆեջո էլ պարապեցի, Էլեն ջան, սոլֆեջոն գրականություն առանձին,
Առանձին մի սենյակում է, մի ուսուցիչ է, բայց առանձին դաս։ Գիտեմ, ուղղակի սոլֆեջոն առանձին դաս է, գրականությունը առանձին։ Գրականությունը մենք ուսումնասիրում ենք կոմպոզիտորներին, երաժիշտներին, երգիչներին, իսկ սոլֆեջոն գրում ենք, նոտաներ ենք սովորում, խմածիկ, գամա, ինտերվալ, տոնենասեպտակորդ, կվարսեպտակորդ, տերց կվարտակորդ։ Ու այսպես ամեն օր ժողովուրդ ջան։ Էլենս Դաշնամուրը 6-րդ դասարանը։ Դեռ մի տարի ունի, դե Դաշնամուրը 7 տարի, հա։ Թար արդեն 3-րդ տարին է գնում, հա, 2 տարի ունես, հա, 2 տարի դեռ թար ունի։ Փառատոնի եմ, մարտին։ Մարտին փառատոնի է, Էլենա հայտ ներկայացնենք։ Ահա։ Այսպես էլ ու հետն էլ դե 9-րդ դասարանը քնություններ ունի երեխեն։ Այս դպրոցական, այս սենց ասեմ 6 տարի է երեխեն Արարատ է գնում գալի, դե Դաշնամուր, թար ու տափերականում գնացել է երգի, հիմա այս պահին այդքան երգին չի գնում, երգի խմբակի, բայց որ պետք է լինում, ասենք գնում է, պարապում է, որ երգեն, չէ, երեխեքով։ Արարատի մշակույթի տանն է երգել, դե դուք էլ գիտեք, ինչ եմ ուզում ասեմ, այս 6 տարի է երեխեն գնում է ու դրա այդ միասին դպրոցի դասերը, դե բնականաբար տենց է դառնում ժողովուրդ ջան, որ արդեն մի ուղղությունով գնում է, էլ չի կարող, ինչքան էլ ուզենա հասցնի դպրոցի դասերը, չի կարա, ուզում է, բայց չի կարողանում, ճիշտ է։ Առաջ ավելի լավ էր սովորում դպրոցում, հիմա դե գնալով, որ երաժշտականի դասերն էլ գնալով թեմաները այսպես շատանում է, չգիտեմ, դպրոցի դասերն էլ հետը իրոք շատ դժվար է, հիմա մտածում եմ, թե քնությունները ոնց կանում աղջիկս։ Հա, կանի, էլի կանի։ Մոյդ մաքսուն է սոված է սարևս։ Չէ, սովոր։ Սովված չէ, իմ սիրունս, հա ինչ ես տերել, ինչ առավոտը տերել ես, հա, կոնջը, մամայի փոքր աղջիկը, մամայի սիրուն աղջիկը, այսպես էլի հարգելներս, ասին սենց մի փոքր ձեզ հետ սենց զրույց անենք, միշտ չի պատահում, որ սենց նստում ենք, զրուցում ենք, հետո որ Էլենս տանը չի լինում, ես այս իմ նկարահանելը ժողովուրդ ջան, ահա որա, ես չգիտեմ, ինքը որ տունն ալնում, ինձի շատ է օգնում այս նկարահանմանը, եթե պիտի մենակ նկարեմ, չէ, մենակ պատրաստեմ, չեմ կարողանում, դժվար, հիմա մտածում եմ, թե Էլենս գնա դառնա ուսանող, ես ոնց եմ անելու, ասում եմ Էլեն ջան, արի, դե ոչ մի բան չեմ կարողանում անում, ժողովուրդ ջան, մենակ այս պահն ա, որ նկարում եմ, մնացածը դե Էլենս է անում, ասում եմ արի դու բոլորը ինձի ցույց տու, ես ոնց անեմ, այս ծրագիրը, այս ամեն ինչը կտրել, նկարել, չգիտեմ, այսպես խառը բաներ, ոչ մի բան չեմ անում, ոչ մի բան, ու դրա հետ միասին իմ աղջիկն է անում, քիթիկը ծորելո, արևս, քիթիկը ծորելո, մամայի աղջիկը, ցավը տանը, կողմ հետ մի հատ կոֆե խմես, չի խմում, ճիշտ էլ անում է ժողովուրդ ջան, մի քանի անգամ առաջարկել եմ, ասեմ Էլեն ջան, կարող ուզենաս մեկ շատ է հոգնում, իրոք այնքան հոգնում է, ասում եմ արի, կարող ուզենաս սուրճ խմես, հրաժարվում է, ասում եմ շատ ճիշտ ես անում, իմ Վարդուհիս էր ժողովուրդ ջան, մեծ աղջիկ այլ է, ամուսնացել է, թեկուզ այնտեղ ինքը սուրճ չի խմում, ընդհանրապես թեկուզ մեր տուն մարդ է եկել, հյուրեր ենք ունեցել, ինքը սուրճի սեղանին մեր հետ չի նստել, եթե ասեք հարևաններով եկել են մեր տուն սուրճ են խմել, ես եմ գնացել, ինքը ոչ եկել նստել է մեզ հետ, ոչ էլ իմ հետ գնացել է ինչ-որ հարևանի տուն, չի գնացել, դե բայց հիմա արդեն սուրճ խմում է, որովհետև հիմա արդեն սովորել է, այսպես ասած, խմում է, բայց վայն խմելու, սուրճ խմելու ընկեր չի, այսպես ասեմ, ես իմ աղջիկս Վարդուհիս որ գալիս է այստեղ սուրճ ենք խմում, ասում եմ Վարդուհի ջան, դու հեշտ սուրճի ընկեր չես, ես սիրում եմ տաք խմեմ ու արագ, իսկ Վարդուհիս այդ սուրճը այնքան պետք է սառի, կում, այն էլ մի երկու կում, այն բաժակի կեսն են թողում, հիմա Էլենս է, ես էլ չեմ ուզում, ճիշտ է առաջարկում եմ, ասում եմ, կարող ուզենաս հանկարծ խմես, չի խմում, ճիշտ էլ անում է իմ աղջիկը, չէ Էլեն ջան, հələ ինձ էլ է նախատում, ասում է մամա դու շատ ես սուրճ խմում, գնանք արդեն շատ խոսացի, գնանք մի հատ ճաշ նայենք։
լցնենք բամյան, արդեն կարտոֆիլը լավ է թածա։ Լոբինը լցնենք։ Հիմա լոբին լցնենք։ Այսպես։ Այստեղ սառնարանում ունեմ թարմ կանաչի, բայց ոչ շատ, մի փոքր այստեղ համեն ունեմ, դա թափենք։ Դե որ ամառային ճաշ է ժողովուրդ ջան, պիտի ամառային շնչերը զգանք։ Փոքր կանաչի է մնացել, սա է լցնեն չէ Էլեն ջան։ Ձմեռային շունչ, ամառային ճաշ։ Լավ է չէ ժողովուրդ ջան, լավ մեկնաբանեցի։ Այսինչ լավ ճաշ ստացվեց։ Առանց մսի ճաշ ժողովուրդ ջան, բայց շատ համով է։ Ամառային ճաշ։ Մոտիկից ցույց տամ, հարգելի հետևորդներ ջան, իրոք ախորժելի տեսք ունի։ Հավելին էլ այսօր դուրս եմ հանե, չգնան կորեն Էլեն ջան, գնամ մի հատ հլը նայեմ։ Ջու։ Псю. Վերջ, ճաշը պատրաստ է, հարգելի հետևորդներ ջան։ Մատ էլ այսպես նայենք, եռուներ։ Դե ինչ ասեմ, իմ լավ հետևորդներ ջան, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Ցտեսություն բոլորիդ։